2026 թվականի փետրվարի 18-ին նիստի հետևյալ օրակարգը։ Հարց առաջին. Ջերմուկ համայնքի աղբանության պարտադիր լիազորությունը առևտրային կազմակերպության միջոցով իրականացնելու մասին։ Հարց երկրորդ. Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջեի փոփոխությունները հաստատելու, բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։ Հարց երրորդ. Հայաստանի Հանրապետության Վայոց Ձոր մարզի Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին։ Հարց չորրորդ. Հայաստանի Հանրապետության Վայոց Ձոր մարզի Ջերմուկ համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին։ Հարց 5. Ջերմուկ համայնքի զարգացման ծրագրերի ներկայացնելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացում սուբվենցիա ստանալու համաձայնություն տալու մասին։ Հարց 6. Հայաստանի Հանրապետության Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի համայնքի տրանսպորտային միջոց նվիրելու համաձայնություն տալու մասին։ Հարց 7. Բնակարան վարձակալելու և ենթավարձակալության հանձնելու համաձայնություն տալու մասին։ Հարց 8. Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի M90A որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Հարց 9. Դրամական հատկացում կատարելու մասին։ Հարց 10. Ջերմուկ համայնքի ավագանու 2026 թվականի հունվարի 9-ի N3A որոշումն անպատիժ ճանաչելու մասին։ Հարց 11. Ջերմուկ համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ Կողմ դեմ ձեռնարկված չկա։ Հարց առաջին. Ջերմուկ համայնքի աղբանության պարտադիր լիազորություն առևտրային կազմակերպության միջոցով իրականացնելու մասին։ Կզեկուցի Տիկին Ղազարյան։ Այսինքն մենք դման ընթացակարգ հայտարարենք նորցնենք, ներկայացնենք համապատասխան տեխնիկական բնույթի, իրականացնելու համապատասխանող կազմակերպությունը կշահի, այդ կազմակերպությունը կտակի կապանության ծառայության մատուցման պայմանագիր։ Զուտ ծառայությունը պատկերացնում միայն ծախսային մասով, այսինքն մենք ներկայացնենք ծառայությունների աշխատանքների կատարման համապատասխանաբար կատարողական ծավալաթը, վճարումը կկատարվի կատարողականների հիման վրա, իսկ եկամտային մասով ոչ մի փոփոխություն չի լինում, դա դարձել համայնքի գործառույթ է, եկամտային մասի տեղական վճարները դարձել հավաքագրելու հետ մանկապետանի կողմից, ձեր կողմից սահմանված աղբանության դրույքաչափերով 200 դրամ, 100 դրամ ֆիզիկական անձանց համար, կազմակերպությունների համար ըստ աղբանության մասնակի համապատասխան դրույքաչափերով։ Դարձյալ չի փոփոխվելու աղբանության սխեման, աղբանության հաշվառման, հաշվետվման և կանցման կարգը, ինչ որ դուք ժամանակին հաստատել եք 2022 թվականի հունիսի 23-ի այն որոշումը։ Հիմնականում ծառայության մասով, ծախսային մասով պատվիրատուի, որ կազմակերպությունը հոդրոտեխնիկական պայմանագրի համապատասխանի մրցույթ ընկալածնագծի և արդեն պայմանագրի կատարող կազմակերպության հետ։ Հիմնական ծրագրի նպատակը այսպիսին է եղել ամբողջ Վայոց Ձոր մարզում ստեղծել մեկ կենտրոնական աղբավայր, որը լինի վայք մոզ տարածքում, որտեղ որ կհավաքվի ոչ միայն ջերմուկի, այլ նաև Եղեգնաձորի և Վարքի աղբը։ Ու այդ ական չի բացառում, որ այնտեղ հիմնադրվել լինել աղբամշակման կենտրոններ, վերամշակման կենտրոններ, հիմնական նպատակը սա է, որպեսզի համայնքներից հողալուծման աշխատանքներով փակվել, խորացվել աղբավայրերը։ Դրա համար մեր հարակից բոլոր համայնքներն են, կոնկրետ այս պարտադիր լիազորությունը տվել է պատվիրակման։ Իհարկե պատվիրակման հիմքում կա նաև աշխատանքային ռեսուրսների և տեխնիկայի խնդիր, որը մեզ դարձյալ դրդեց այս քայլին, որովհետև այո մենք այսօր ունենք տրանսպորտային միջոցի խնդիր, աղբանությունը կազմակերպելու համար և ինչու՞ չի նաև աշխատանքային ռեսուրսների խնդիր, հավաքարանների խնդիր, կանոնների խնդիր եւ այլն։ Մեր լուծումը այս տարբերակն էր, որ տակ պատվիրականում։ Աշխատողները կոմունալի են կազմակերպությունը։
կազմակերպությունը ով որ կշահի կպայմանավորվենք, ովքեր որ դուրս կմնան կտեղափոխվեն այդ կազմակերպություն, բայց այստեղ մենք էլ ունենք հարց, որ աշխատողներին հաստիկներ ենք ավելացել, նորից հետ կվերադարձնենք կոմունալ, բայց այլ չափապաշնով։ Մարդ չի մնա, ովքեր կուսեն կգնան այդ կազմակերպությունում կաշխատել, որովհետև դրա դեպքում կազմակերպության համարել է ձեռք տալիս տեղից աշխատուժը վերցնել, բարձրացնել, քանդրսից բերել, պահել, բնակարանի ողորով, ինքնաժողովի Դե արդեն մեր տեխնիկական ընդհանրի մեջ մենք կգրենք, իսկ հաստիկացիակի վերջին հարցը հիմնավորումը կասաներ, ինչքան հաստիկ կարող դուրս գալիս, ինչքան ավելանում եւ հերցեք մեր աշխատողների նորից բաներ, որտեղ եմ ասում, այդ չափապաշները մենք դարձանենք եւ հավաքարարի բաների խնդիր։ Մեր դրում անելն ինչ որ տենց ախոմանների ասել, այդ հաջորդ հարցը ճիշտ ասել։ Սուտ այս հարցը վերաբերում է որ ծառայությունը տալի է պատվիրակում։ Հարց երկրորդ Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջեի փոփոխությունը հաստատելու բյուջեի վարչական մասից պահեստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։ Կզեկուցի Տիկին Ղազարյան։ Ուրեմն կարևոր կարծիքս հանրացրեցինք, արդեն պահեստային ֆոնդը ֆիքսել ենք մեզ մոտ 192 միլիոն դրամ։ Հիմա բյուջեի փոփոխությունը քանի որ պահեստային ֆոնդից է, դրա համար ներկայացնում ենք ձեր քննարկման հաստատմանը 192 միլիոնից 50 միլիոն տեղաշարժելու ենք, 8 միլիոնը տեղափոխել ենք կոմունալի բյուջեի պետք ավելացնենք, որպեսզի այդ դուրս մնացող աշխատողները ներկայավենք եւ բնականաբար աշխատավարձեր վճարենք, ինչպես նաեւ մի փոքր փոփոխություններ են կարելի վարորդների աշխատավարձերի մեջ, թվիքաչափերը բարձրացրել ենք, որովհետեւ բավականին շատ աշխատողներ իսկ վարորդներ տեղափոխել են ծառայողի գերություն, զուտ աշխատավարձի տարբերության չափով։ Դրա համար փորձել ենք չկոմպենսացնել, որ մեր վարորդները չտեղափոխվեն մեր կազմակերպություն, իսկ 42 միլիոնը կոնկրետ ուղղելու ենք համայնքի համար երկու նոր տեխնիկայի ձեռքբերմանը, որի անհրաժեշտությունը շատ կարևոր է, մեկը ամբարձիչ, ճիշտ թարգմանեցի, պատրուշիկ, մեկներ պոտկա, արդեն պայմանավորվածությունը կա, հրատապ մեկ անձով, երեք ներկայացուցիչները գնացել, տեխնիկաներ տեսել, դիագնոստիկային արել, մյուս շաբաթվա մեջ երկու նոր տեխնիկա գնալի համար։ 42 միլիոնը ուղղում կա Այս պարին այսքան ունենք հնարավորություն, մի հատ պահոստային ֆոնդից երևի ամառը կտանենք կամ ամրասկիզբ կտանենք ֆոնդային, այդ ժամանակ արդեն ձեռք կբերենք և էլ ինչ-որ կցորդներ, նայած ինչքան կկարողանանք տեղափոխել ֆոնդային մաս։ Հաջորդ փոփոխությունները ճիշտ է, մենք արդեն բյուջե պլանավորել ենք, բայց քանի որ ինքը մանկական զարգացման հիմնադրամը չի հանդիսանում համայնքի ենթակա կառույց, բնականաբար հավաքական որոշումով պետք է, որ 407 միլիոն դարձյալ տրամադրել մանկական զարգացման հիմնադրամին, որից 21-ը գնալի է միայն այդ երեխաների սննդի ձեռքբերմանը, ընդգծածով, իսկ 21 միլիոնը դրամադրել է աշխատողների մոտավորապես 30,000 դրամական չափով աշխատավարձների կոմպենսացմանը։ Նախորդ հարցը, որ ասեցի պատվիրակելու ենք, պատվիրակման արդյունքում, ականության ծառայության ինքնաշենքի հաշվետման արդյունքում մենք ստացել ենք մոտավորապես 38 միլիոն դրամ, որը կտրվել պատվիրակված դերձնություն նախարարության ծառայության մատուցելու համար, որի մեջ ներառված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ծառայված հարկեր եւ դուրքեր, այսինքն ինքնաշենքի հարկեր եւ շահույթներ։ Փոփոխությունն է ասանք։ Կանոնով տեղաշարժ է եղել, բյուջեն այդ տեղաշարժից հանրակամարի վճարելացումը ինչ պակասել է, պահոստային ֆոնդից ընդհանուր վճարական մասը։ Իսկ այդ փոփոխությունները կարող կատարեցին ուսուցիչների մեր աշակերտների տեղափոխման հարցը կարող է նախագիծ չի եղել։ Նախագիծ չի եղել։ Նախագիծ ներկայացվի, որ այդ հարցի հետ կապված մենք ինչ-որ բան որոշել ենք ուղղակի մի քիչ ցկցկվում է։ Պատճառ կա դրդվել ախոր։ Դե չլուծող հարց չի, գոհարից հարց չի։ Դե էլի որ չլուծող չի, միշտ էլ ընդառաջվում, միշտ էլ այլ, բայց նախագիծ ներկայացնողը չկար։ Դիմողը չի եղել։ Տնօրեն չի դիմել։ Դե ոչ, այս բանիչ է այս պայծություն դիմում չի եղել։ Ուղղակի փողոցում խոսում, ոչ մեկը չի։ Դե հիմա բանավոր է խոսակցությունը մնացել, բայց ոչ մեկը չի ասել։ ամենայնպես ես ու չեմ խոսում։ Դիմող չի եղել։ Դե
իրականում կարևոր հարց է, բայց լավագույնս հանգուցալուծում ենք սպասում, այդպիսի տեղեկություն։ Ուզում ենք այնպիսի Իվանյանեն այնպես անել, որ ամենայնի այո, հիմնական հարցի լուծում տան, ոչ թե այսպես ամեն անգամ կարողական նստող։ Երկար սպասել։ Դրան մի քիչ տնողները սպասեն ավելի բան կունենան։ Բուտոնը կանոնը խոչի։ Աղջիկը լավ այն։ Կողմ, դեն, ձեռնքով։ Չի ուզում հավաքել, խնդրում կողմ։ Հարց 3. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշտեցությունը հաստատելու մասին։ Կզեկուցի Տիկին Ղազարյան։ Այսօր շատ կարճ ներկայացնում, ասեմ, որ շատ լավ արդյունք ունեն բյուջեի կատարման վերաբերյալ եւ առաջիկայում ունենք նաեւ վերականգնիչ պալատի կողմից ստուգումներ 20 թվականի բյուջեի կատարման մասով։ Բույքային հարկեր անշարժ բույքից կատարելով 105.6%, պատրամիջոցների վարկար 6.4%, տուրքերը 6.4%, պետական տուրքերը 30.5%։ Հարկեր տուրքերը կատարել 106%։ Սեփական եկամուտներից այլ ուժարկային եկամուտներից գույքերի վարձակալության վճարներ 1.5%, վարչական գանձուներ 12% եւ այլ ուժարկային եկամուտներ դարձել 12%։ Ընդհանրապես սեփական եկամուտները 324 միլիոնի մեջ կառավարել 355 միլիոն 94%։ Սեփական եկամուտները վերամուտ բյուջեի մեջ դիսակցիա 10%։ Պաշտոնական տրանսֆերներից ֆինանսական վարչական մասով պետության ստացել 100% 304 միլիոն, նպատակային սուբվենցիա վերահսկվել է նախապարտեզների հատուկ խնամքի երեխաների ծախսերի զինծառայողների երեխաների ծախսերի մինչև հունիսի 11-ի դրությամբ եւ ազգային նվագարանների բարեսիթիկոսների սովորի երեխաների ծախսերի փոխհատուցմանը ընդհանուր արժեքով 17.9 միլիոն ամբողջությամբ դարձած ստացել 100%։ Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսվեն 26 միլիոն ֆինանսավորման 3%, մեկ սուբվենցիոն ծրագրի տեղափոխվել է այս տարի, խոսքը վերաբերում է քիչուտի թեկահարկատների վաստիճանի վարդակների կառուցմանը, սուբպետական բյուջեի մասնագետի տեղափոխվել է այս տարի։ Մասնակցային բյուջեի մասով նախատեսվեն 22 միլիոն Հայաստանի ստացել։ Ընդհանուր առմամբ ամբողջ բյուջեի եւ վարչական ֆոնդային իրար հետ կատարել 104%, տարիստի մնացող տեմպը 34 միլիոն վարչական բյուջե, 28 միլիոն ֆոնդային բյուջե։ Ծախսերի մեջ, ուրեմն ասեմ, որ բոլոր կազմակերպություններում գրեթե 80%-ը ծախսերի գնացքի աշխատավարձերի հավասարացված վճարներ տարբերությունը ուղղվել է հիմնարկի պահպանման ծախսերին։ Ընդհանուր մետենանային ծառայություններում համայնքապետարանի աշխատակազմին տվել է 166 միլիոն, որից 145 գնացել է աշխատավարձ 81%-ը, աշխատել է 34 մարդ, տարբերությունը 15%-ը գնացել է համայնքի հիմնարկի պահպանման ծախսերին։ Ֆոնդային մասով ծախսել են 4.4 միլիոն դրամ, ձեռքբերել համակարգիչներ, նոր համակարգիչներ եւ իհարկե աղբամանների ստանալը որը տեղադրված ինտերեսային։ Պաշտպանության եթեսական կարգավորման գործառույթներ չեն իրականացնել, ֆինանսավորներ չեն եղել, տնտեսական հարաբերություններում գյուղատնտեսության մեջ 3.4 միլիոն տվյալների անասնաբուժի աշխատավարձ, ջերմուկի ճոպանուղն 47.6 միլիոն, աշխատավարձ 32 միլիոն 64%, աշխատում է 11 մարդ, ձեռք են բերել դարձաճոպանուղի կայացքում նոր աղբամաններ, ռեստորաններ, նոր սերնդերի վնաս, սարքավորներ, ամբողջովին կահավորվել է ճոպանուղով վարչական աշխատասենյակը, ձեռք են բերել նոր համակարգիչներ, պահպանման ծախսեր 12 միլիոն 22%։ Ճոպանուղու ծառայություններից օգտվել են 2025 թվականի 25052 մարդ, ընդհանուր գումարը 37 միլիոն 973,000 դրամ։ Սա մեծ թիվներ ճոպանուղ աշխատած հրամանից սկսած արվեստ։ Արդեն ասեցի գրասենյակ ամբողջովին կահավորվել է եւ համաֆինանսավորումը հանրակի բյուջեից կատարվել է 8 միլիոն դրամի չափով։ Տնտեսական ոլորտում կոմունալ ինտերնետային տրանսպորտի ստացման համար այդ ժողովրդի 14 միլիոն դրամ, արտադրացքի ջրվեժի երեկի տարածքների ստացման համար 8 միլիոն դրամ։ Ֆոնդային մասով հիմնարարվել է շուկայի համալրմանը,
13 միլիոն սիվերսիոն ծրագրեր եղել հետևածնու աստիճանների հետքարտակների կառուցման աշխատանքներին և կանշաշկոտ իրացությունների շրջագայությունների պաշտպանություն 157 միլիոն դրամ, դարձակալողների կապահովության համար 22 միլիոն դրամ, կերտագրի ջրերի հարացման համար 32 միլիոն դրամ, դրանից ներառում է նաև կանաչապատումը, պահպանության մեքենայի վարձակալության վարձակալների և մեր կրեդերի ճարտարապետությունը, որը 12 միլիոն դրամ։ Բնակարան շինարարության մեջ կոմունալ տնտեսություն բնակ ֆոնդին տվել է 12.1 միլիոն դրամ և հյուսիսարևելյան համակարգի սպասարկման համար 4.5 միլիոն դրամ։ Այսպիսով տնտեսական ոլորտով աղբանության մասով և բնակ ֆոնդի մասով ամբողջ կոմունալ բյուջեն կազմել 58 միլիոն դրամ, որից 52%-ը տվել է աշխատավարձ, 80%-ը մնացած հիմնարկի պահպանման ծախսեր 34 միլիոն դրամ։ Բայց կոմունալը հետ է տվել բյուջետ 42.6 միլիոն դրամ աղբանության վճարների տեսքով բնակфонդի և վճարվի ծառայությունների մասով։ Աղբանության մասով բացվել է 21 միլիոն դրամ, վճարվի ծառայությունների տեխնիկա մեխանիկական արտադրողի կազմել 12.7 միլիոն դրամ, բնակфонդի վճարները 91 միլիոն դրամ, համաֆինանսավորել 148 միլիոն դրամ։ Այսինքն կոմունալի համար ինչքան որ նախատեսել ենք մեր ծախսերի համար մի բաներ ավել իրանք հետ են վերադարձրել բյուջետ։ Ասեմ, որ բոլոր բուհակները և կոմունալը նույնպես բացի ընթացիկ ծախսերից կապիտալդրամաշնորհի հիմնավոր ձեռք են բերել նոր սարքեր, սարքավորումներ, կոնկրետ կոմունալ ձեռք է բերել կոմպրեսատոր, հորատուկ սարքեր, օդանողիչներ, կուլտիվատոր, խոթմիջիչներ, հեղինակային հսկողությունների տեխնիկական հսկողության համար ծախսել է 56.500 դրամ և ամբողջ համայնքի փողոցային սարքավորվածության համար 24.5 միլիոն դրամ։ Ֆոնդային մասով այս գործառնական ոլորտով ծախսել է 65.9 միլիոն դրամ, որից 12 միլիոնից 5%-ը ուղղել է տեսախցիկների ձեռքբերմանը, 6-8 միլիոնը եղևնների ձեռքբերմանը և պրոյեկտների ջրագծի հիմնադրամանը ուղղել է 53.9 միլիոն դրամ։ Արտադրության ոլորտով ծախսել է 150.000 դրամ, կրթության մշակութային ոլորտով